Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատա, դա իր խնդիրն է։ Ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Կառավարությունը էլ դարձ չունի, ճիշտ է ասում։ Չէ, ոնց կարա ճիշտ ասի։ Ինքը ասում է ամեն մարդ մեղավորը ինքն է, որ աղքատ է, երկրի վիճակը եթե նորմալ չի, ոնց կարա աղքատ չլինի։ Իր խնդիրն է, գործատեղեր բացարա աշխատի, այդ մարդը կարողանա ապրի։ Դուք մենակ ձեր գրպանի օլիգարխներ, ձեր թալանելու մասին եք մտածում։ Բյուջեն միջև իրա գալը քանի միլիարդ էր, այսօր քանի միլիարդ է։ Այդ միլիարդները ուր են գնում, ուր են գնացել, ուր պետք է գնան, ով պետք է ետ բերի։ Էլի թոշակառուի հաշվին։ Շատ եմ լսել, որ ասել է միշտ չկա կանաչի գերեք։ Այդ կանաչին էլ պետք է կարողանաս, չէ, աճեցնես։ Էդ էլ է շատ դժվար աճեցնել։ Ժողովուրդը իր խելքից չի, իրանից 100-պատիկ խելոք մարդիկ կան, բայց չեն կարող այս օծերը ծերից հասցնել։ Չեն կարող, դժվար է։ Կառավարության պատասխանատվությունով այնքան է, որ ինքը պետք է նախ ժողովրդի համար աշխատատեղ ստեղծի, ու ստեղծի պայմաններ, որպեսզի ժողովուրդը աղքատ չլինի, ու հետո արդեն այդ մեղքը գցի ժողովրդի վրա։ Չի մտածում, որ ունենա, որ մտածի կունենա։ Հենց եթե ինքը երկրի վարչապետն է, հենց դրանով ամեն ինչ նոր ասվում է, որտեղ ինքը պիտի մտածի, այո, աղքատությունից փրկելու համար ինքը պիտի մտածի։ Ով է պատասխանատու։ Եթե ինքը կառավարությունը պատասխանատու չի, որ ինքն է հասցրել այդ կատեգորիա, էլ ինչ։ Իսկ որ լավներ, ժաններ խանութները, թոշակաշտավարձը բարձրներ, բնությունը, ամեն ինչը կամանց ինքը հերթականություն գնար, նորմալ ժողովուրդը կապրեին, կառավարությունը կսիրեին, ոչ թե չես կարող ապրել, ինչքան գնում է տարի, անգում։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ քաղաքացին եթե աղքատ է, իր մեղք է։ Քաղաքացու համար պետք է ստեղծեն բոլոր սոցիալական պայմանները, ունի նա միջնակարգ կրթություն, ունի նա բարձրագույն կրթություն, ունի նա տեխնիկական ինչ-որ կրթություն, մարդը պետք է առավոտ ելնի ու հետագործի ու արխային լինի վաղվա օրվա համար։